Ասում եմ դեմ Շուշին գրավեն կամ ամուսնանալու են։ Հարսանիք եղավ, բայց միայն լեռներում։ Շուշին գրավեց ու չվերադարձավ Երևանդը։ Արցախը տախին ու կերան։ Բա արյան գնով վերցրածը ջրի գնով կգնա։ Հիմա տիկին Ռոզայի ցավն ավելի է սաստկացել, եռատոնը չկա։ Տեսեմ անին ու նոր մեռնեմ։ Այս ժամանակ այդ երկն ենք երգում։ Հիմա ես երգում եմ։ Տեսեմ Շուշին, Արցախ ու նոր մեռնեմ։ Տիկին Ռոզայի որդին Շուշիի ազատագրական մարտերի ժամանակ շրջափակման մեջ է ընկել ընկերների հետ։ Երևանդը ընկերներին ստիպել է հետ գնալ ու կյանքի գնով շեղել է թշնամուն։ Դու դիքցեի մամայի վրա խուն մեռնեմ քեզ, ոչ թե ես քո վրա արևես։ Մինչև 44 օրյա պատերազմը տիկին Ռոզայի տունը ամեն տարի մայիսի 9-ին լցվել է Երևանդի մարտական ընկերներով։ Նրանք իրենց երկրորդ ծնունդն են համարել այդ օրը։ Տղաներից մեկը Տիգրանը 44 օրյա պատերազմից հետ չի եկել, ընկել է էլի Շուշիի համար, ընկերոջից 28 տարի հետո ու չի տեսել Բերդաքաղաքի անկումը։ Հորն ասել է, պապ, ինձ որ բան կլինի կտանի Երևանդի մոտ։ Եռաբլուրում Տիգրանը Երևանդի թիկունքին է։ Արցախը կորցնելուց հետո այստեղ են շատերը մի փոքր խաղաղություն գտնում։ Արցախցիների բոլոր տոներն արդեն զինվորական պանթեոնում են անցնում։ Սիրտս չմոռված է, լացում է սիրտս, թեկուզ տոն օրամ։ Վիրավոր արծվի պես է Գառնիկն ապրում։ Արցախի բանակի կազմավորման օրը նրա համար այսքան տխուր երբեք չէր եղել։ Մղկտում է սիրտս, երբ որ ձեռքերով եւ ինձ նման բազմաթիվ սպաների ու զինվորների ձեռքերով կառուցվել է բանակը։ Հիմնակար է դրվել երկար ապրելու եւ երկար ծառայելու իր ժողովրդին։ Շուշիի ազատագրումն արդեն մի անգամ խաղաղություն ու հաղթանակ է բերել հայ ժողովրդին։ Գառնիկը վստահ է, խաղաղություն նորից լինելու է, միայն Շուշին վերադարձնելուց հետո։ Եթե հույս չունենամ, վաղը իմ դիակը պետք է տանեն գերեզման։ Եռաբլուրում մարդիկ Մոնթեի ու Վազգենի գերեզմանները գրկում են, լացում, հետո երդվում։ Եռատոնը Արցախում նշելու ժամանակները գալու են։ Վանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։